Բարև ձեզ։ Առաջիկա 30 րոպեների ընթացքում անդրադառնալու ենք ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին մի քանի ուղղություններով, այդ թվում մեր տարածաշրջանին սպառնացող անվտանգային լուրջ մարտահրավերներով Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում, մինչև ներքաղաքական իրավիճակ, իմպիչմենտի գործընթաց, եկեղեցի իշխանություն փոխհարաբերություններ, մինչև Հայաստան-Եվրամիություն ինտեգրման գործընթաց։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տաթևիկ Կասպարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև։ Այս օրերին թիվ 1 թեման բնականաբար Իրան-Իսրայել հակամարտությունն է, ռազմական գործողությունները, որ օր-օրի կարծես թե գնալով ավելի են սրվում, բայց այսօր ես պիտի առաջարկեմ խոսել ոչ միայն ավելի շատ այդ հակամարտության բնույթի մասին, այլև դրա հնարավոր ազդեցության տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը։ Այս առումով ինչ ընդհանուր դիտարկումներ ունեք եւ անմիջապես հաջորդը պիտի հարցնեմ, թե ինչպես եք վերաբերում այն ավելի հաճախ շրջանառվող թեզին, թե ստեղծված իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանը եւ սադրանքների գնալ, ագրեսիայի գնալ եւ այլն։ Համեցեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ասեմ, որ բնական է, որ տարածաշրջանում ցանկացած երկրում կոնֆլիկտ չի կարող դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային որևէ երկրի վրա եւ մեր արժեք ծառացած խնդիրների հիմնականում կարող են այս պահին դիտարկվել որպես լոգիստիկ ներկրումների մասով, սակայն ինչ վերաբերում է իդեպ Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի, ես կարծում եմ, որ այս պահին մենք չունենք նման վտանգ եւ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը համապատասխան հետևություններով։ Նման վտանգ չունենք, կամ շատերն ասում են, որ դրա հավանականությունը քիչ է, բայց տպավորություն չունեք, որ այդ թեզը անընդհատ եւ շարունակաբար կարծես դիտավորյալ շրջանառվում է, մարդկանց տարածվում է անտիմադիր շրջանակներից, կարծես թե, չգիտեմ, ճիշտ եմ թե ոչ, իշխանությանը հարվածելու համար։ Միանգամայն ճիշտ եք, որովհետեւ մեր ընդդիմությունը օգտագործում է ցանկացած երևույթ, որպեսզի հասնի մեր հանրության հույզերի վրա, եւ դա հենց հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է, եւ սա էլ բացառություն չէ, ցավոք սրտի։ Բայց հակառակը պնդող փաստարկներ էլ կան, չէ՞, ասենք, ես այսօր այսպիսի մի դիտարկում տեսա, որ միայն այն իրողությունը, այն իրականությունը, որ արևելք-արևմուտք օդային միջանցքը հիմա հասնում է Թուրքիայով, Հայաստանով, Ադրբեջանով, այս երկրների օդային տարածքով, սա արդեն բավական խոսուն փաստարկ են մասին, որ քիչ հավանական պիտի լինի Ադրբեջանի կողմ։ Իհարկե տեսականորեն հնարավոր է, տեսականորեն բացառել չի կարելի, բայց այս կարգի փաստարկներ կան, որոնք խոսում են այն մասին, որ քիչ հավանական է։ Դուք ինչ եք մտածում։ Համաձայն եմ դες, որ այս պահին այո, դա քիչ հավանական է, մենք հետևում ենք իրադարձությունների ընթացքին բնականաբար։ Եւ հետո նման ագրեսիայի համար սովորաբար, ասենք, պետք է ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի եւ որ ավելի կարեւոր է Արևմուտքի, այսպես լուր համաձայնությունը, լուր համաձայնությունը, որի արկայությունը այս պահին կարծես թե բացակայում է։ Բայց բացի Ադրբեջանից այլ խնդիրներ էլ կարող են լինել, դուք նշեցիք լոգիստիկ, բեռնափոխադրումներ եւ այլն, բայց տեսականորեն կամ գործնականում, չգիտեմ, հնարավոր է նաեւ մարդկային հոսքեր, փախստականներ, հատկապես որ այսօր Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է Իրանի Թավրիզի բնակչությանը տարհանվել, սա էլ կարող է բերել մարդկային հոսքի, Հայաստանը պիտի պատրաստ լինի կառավարել այս կարգի խնդիրները։ Այո, ես կարծում որ մենք չունենք նման խնդիր եւ ունենք արդեն իսկ ունենք փորձ 2023 թվականին ներ Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով Հայաստան փախած մեր հայրենակիցներին եւ որը իդեպ մեր այս փորձը բավականին մեծ արձագանք էր ստացել մեր միջազգային գործընկերների մոտ, որոնք պարզապես զարմացել են, թե ինչպես է հնարավոր եղել այսքան կարճ ժամանակում այսքան գերազանց կերպով կազմակերպել այդ ամենը։ Այսինքն փորձը կա, մնում են ռեսուրսները։ Այո, չեմ կարծում, որ մենք խնդիր կունենանք։ Լավ, հիմա ասենք եկեղեցի իշխանությունից հարաբերություններին տպավորություն ունեմ, որ Իրան-Իսրայել այս ռազմական հակամարտությունը մի տեսակ ստվերում թողեց։ Մինչ այդ թոփ թեմա համարվող, իշխանություն եկեղեցի հարաբերություններ արդեն քանի օր այն օրվանից երբ որ այս հակամարտություն սրվել է Իրան-Իսրայելը, Հայաստանում այս մասին կարծես չեն խոսում, վարչապետն էլ գրառումներ չի անում,
կաթողիկոսի եւ եկեղեցու մասին սաղմոսներն չի կրում մի խոսքով հարաբերական այսպես անդոր էր, հրադադար էր կարծես թե հայտարարված եւ այդ հրադադարը պատկերավոր եթե ասեմ խախտվեց Անտելիասից, Անտելիասում Մեծիտան ընկիլիկո կաթողիկոսությունը ժողով է արել կրոնական, քաղաքական եւ զորակցություն է հայտնել ամենայն հայոց կաթողիկոսին նորից եւս մեկ անգամ նշելով, որ եկեղեցին ներողություն իշխանությունը, պետությունը չպետք է խառնվի եկեղեցական կյանքին։ Կառավարող կուսակցությունը ինչպես է արձագանքում այս աջակցությանը, այս զորակցությանը։ Նախ սկսեմ նրանից, որ հստակ պետք է արձանագրենք, որ սա ընդհանրապես եկեղեցի պետություն պայքար չէ։ Սա, այսինքն սա ուղիղ ոտնձգություն է տեղի ունեցել եկեղեցու որոշ սպասավորների կողմից, ուղիղ եկեղեցու նկատմամբ, եւ այդ ոտնձգությունը տեղի է ունեցել նաեւ մեր ամբողջ ժողովրդի հավատի նկատմամբ։ Մենք գիտենք, որ գոյություն ունեն հստակ կանոնակարգումներ, որոնցով դարեր շարունակ եկեղեցին առաջնորդվել է։ Եվ այդ կանոնակարգումները մեծ արժեք են մեր հայ ժողովրդի համար։ Եվ այդ կանոնակարգումների թվին են պատկանում նաև կուսակրոնության ուխտի պահպանումը բարձր դասի հոգևորականների կողմից։ Եվ վարչապետի կողմից հնչել է հստակ հարցադրումներ։ Արդյոք կարևոր է կուսակրոնության պահպանումը օրինակ կաթողիկոսի կողմից, եթե այո, ապա խախտել է արդյոք կաթողիկոս այդ կուսակրոնության ուխտը թե ոչ, եւ ունի արդյոք նա զավակ։ Մինչև այժմ որևէ մեկի կողմից, որևէ կառույց իրենց այնտեղ ժողովել արեցին, ժողովի արդյունքում ուղերձով հանդես եկան, որտեղ նորից չկար որևէ պատասխան այս հարցերին։ Միայն պատասխանը հարց է տվել պատասխանեք։ Միայն ընդհանուր առմամբ պատասխանները հնչում են այսպես, թե դա ձեր ինչ գործն է, ինչ միթե հիմա մեր պետության արժեվ ծառացած մարտահրավերներից սա ամենից կարևոր է եւ այս պատասխանները տրվում են այն եկեղեցականների կողմից, որոնք ուղղակիորեն խոչընդոտում են պետության կողմից մեր պետության արժեվ ծառացած մարտահրավերները հաղթահարելու ցանկացած ճանապարհին։ Եւ գիտեք, եկեք մի պահ այսպես, որպեսի ավելի այսպես ընկալելի լինի, թե ինչքան կարևոր են այդ արժեքների պահպանումը հենց եպիսկոպոսած դասի ներկայացուցիչների կողմից, եկեք մի պահ այսպես տեղափոխվենք եկեղեցու ինստիտուտից ընտանիքի ինստիտուտ, դիցուք երբ ծնողը իր երեխային հորդորում է չանել որոշակի վատ բաներ, որը ըստ նրա վատ են, օրինակ չծխել, չխաբել, չստել կամ օրինակ հեռախոսով երկար ժամանակ չզբաղվել, բայց անմիջապես այդ խոսքից հետո ինքը անձամբ է դա անում, օրինակ երկար ժամանակ հեռախոսով է զբաղվում կամ ստում է կամ ծխում է, այլևս այդ խոսքը ծնողի խոսքը երեխայի համար դառնում է ոչինչ։ Եվ հստակ է, որ այստեղ խաթարվում է ոչ թե հավատը նաև ծնողի խոսքի նկատմամբ, այլ մի ողջ արժեհամակարգի։ Եվ այստեղից էլ նույնը եկեղեցու նկատմամբ, եթե եկեղեցու սպասավորները հորդորում են եկեղեցուն լինել միասնական, լինել եւ քարոզում են բարոյականություն, խոնարհություն, հայրենասիրություն, բայց դրա հետ մեկտեղ նաև խախտում են այս ամենը, այլևս եկեղեցու սպասավորի խոսքը չի կարող ժողովրդի համար արժեք ունենալ այն արժեքը, որը պետք է ունենա հենց եկեղեցու կողմից։ Եվ այստեղ է խնդիրը, ես կարծում եմ, որ պետք է խոսքը համապատասխանի գործին։ Ես նշեցի, որ Մեծիտան ընկիլիկո կաթողիկոսությունը զորակցություն հայտնեց, բայց այստեղ մի նրբություն կար, չգիտեմ դա ինչ է նշանակում։ Սա ըստ էության ոչ թե Արամ առաջին կաթողիկոսի ուղիղ զորակցությունն էր ամենայն հայոց կաթողիկոսին, այլ կաթողիկոսության կրոնական քաղաքական այդ ընդհանուր ժողովի հայտարարություն էր։ Սա ինչ որ բան փոխում է, թե ես կարծում եմ դա նախ շատ հստակ պետք է իրենք էլ գիտակցեն, որ սա եկեղեցու դեմ չէ, դա եթե իրենք էլ պետք է չէ, իրենց համար ունեն, իրենց իսկ որոշումն է դառնալ կաթողիկոս, սակայն պետք է հասկանան, եթե իրենց կողմից, իրենց մեկ այլ եկեղեցու սպասավորի կողմից խախտվել է այդ ուխտը,
որը իրենց կանոնակարգումներից մեկն է նաև, շատ հստակ պետք է նույնիսկ իրենց կողմից հնչի պահանջը, որպեսզի այլևս չշարունակի ծառայել որպես կաթողիկոս։ Ես կարծում եմ, որ ինձ համար դա անընդունելի աջակցություն է։ Ես նշեցի, որ այս վերջին օրերին այս թեման կարծես թե մի տեսակ ստվերում է մնացել կապված Իրան-Իսրայել այս ռազմական հակամարտության հետ, բայց էլի չի կարելի ասել, թե որևէ բան չի կատարվում։ Ես նշեցի Մեծիտան Կիլիկո կաթողիկոսության զորակցություն ամենայն հայոց կաթողիկոսին Երևանում էլ մի հավաք քննարկում էր անցկացվել, աչքովս ընկավ իրավապահներ, ավելի ճիշտ ոչ թե իրավապահներ, այլ իրավաբաններ, փաստաբաններ եւ հոգեվորականներ քննարկում են իշխանության քայլերը, հայտարարությունները, գրառումները եւ այլն եւ ասում են, թե իշխանության առաջին դեմքի այս գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան եւ ինչ հիմքով, այն հիմքով, որ նա ըստ էության հավաքագրել է մարդու կյանքի, անձնական կյանքի, ընտանիքի վերաբերող տեղեկություններ։ Եվ սրանով օրենք է խախտվում։ Կներեք, իսկ այդ նույն իրավաբանները, չէ՞, ասեցիք, իսկ այդ նույն իրավաբանները արդյոք չեն ցանկանում, որպեսզի իրավական գնահատական ստանան այն օրինակ ռազմական հեղաշրջման կոչերը կամ երեք, եթե չեմ սխալվում, Արշակ անունով հոգեվորականը անուղղակիորեն սպառնալիք հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, հիշեցնելով, որ այսպես միգուցե ուղիղ չկարողանամ մեջ բերել խոսքը, բայց պետք է չմոռանալ, թե ինչպիսի աբաղճան ունեցավ Պապ Թագավորը։ Պապ Թագավորը այն թագավորն էր, որը պայքարում էր ինքնիշխանության համար եւ նույն կերպ նաեւ մեր վարչապետը պայքարում էր ժողովրդավարության, ինքնիշխանության եւ անկախության համար եւ Պապ Թագավորը սպանվեց դավադիրների ձեռքով հենց այդ կարևորագույն ճանապարհին, սակայն ես ուզում եմ ուղղակի ասել, որ որևէ կերպ դուք չեք կարող հասնել ձեր նպատակին, որովհետև մենք ունենք պետություն եւ ես կարծում եմ, որ այս Արշակ անունով հոգեվորականի այս խոսքերը պետք է ունենան հստակ իրավական գնահատական։ Սա մեկ, նաև այն մյուս բոլոր ռազմական հեղաշրջման կոչերը կամ օրինակ պետությունը իդեմս կառավարության կայացնում է կարևորագույն որոշումներ, որոնք կենսական նշանակություն ունեն պետության գոյության շարունակականության համար եւ մեկ էլ տեսնում ենք որևէ ներկայացուցիչ եկեղեցու կանգնում է եւ դեմ է խոսում այդ կարևորագույն որոշումներին։ Կամ ասենք տեսնում ենք խաղաղության օրակարգին, ուղղակիորեն խաղաղության օրակարգին դեմ հնչող հայտարարություններ կամ թիրախավորվել էր, եթե չեմ սխալվում, իրենց սպասավորներից մեկը, որը ըստ իրենց համարձակվել էր աջակցություն հայտնել վարչապետին խաղաղության օրակարգը կյանքի կոչելու այս ճանապարհին։ Եվ ես այստեղ գիտեք, սա շատ ցցուն օրինակ է հիբրիդային պատերազմի գործիքների, երբ արտաքին պետությունների եւ ես կարող եմ ունենալ շատ արդարացի հարցադրում, արդյոք իրենք չեն ղեկավարվում, եթե դու չես սպասարկում քո պետության շահերը, այլ սպասարկում ես օտար պետությունների շահեր, արդյոք դու չես ղեկավարվում եւ դու որպես գործիք չես իրացվում մեր պետության մեջ, հիբրիդային պատերազմի գործիք, որպեսզի թույլատնես պետությունը ներսից։ Եվ սա ես կարծում շատ ցցուն այսպես օրինակ է, երբ եկեղեցին որպես կառույց, իհարկե ոչ բոլոր սպասավորները, եկեղեցու որոշ մի քանի սպասավորներ օգտագործվում են որպես հիբրիդային պատերազմի գործիք, թույլատնելու մեր պետությունը եւ խոչընդոտելու, որպեսզի մենք կյանքի կոչենք բարեփոխումներ եւ խաղաղության մեր օրակարգը, բայց ես ուզում եմ ասել, որ մենք շատ հստակ ենք պետությունը իդեմս մեր կառավարության շատ հստակ դիրքորոշում ունի, որ ցանկացած կառույցի, ընդհանուր միջև հոգևոր կառույցի որոշ ներկայացուցիչների կողմից իհարկե ապապետական գործունեություն չի կարող դատապարտված է չի կարող ինչ որ կերպ նույնիսկ ինչ որ մի հատվածում իրականություն դառնալ։ Ես ճիշտ հասկացա, դուք վստահ գտնում եք, որ եկեղեցին գործիքայնացվում է իշխանության դեմ պայքարում։ Միանշանակ դա նույնիսկ շատ հստակ երևում է, երբ օրինակ գնում են եկեղեցականները գնում են հարցազրույցների, փոխանակ հանդես գան հասարակությունը միավորող կոչերով, փոխանակ հանդես գան իրենց
հոգևոր եւ բարոյական արժեքների փոխանցմամբ մենք տեսնում ենք ամբողջությամբ պառակտող հարցազրույց, նույնիսկ կամ ինչ է նշանակում աջակցել օրինակ ընդդիմության հավաքներին ընդհուպ կարգվել որպես օրինակ սրբազան շարժման առաջնորդ, ես գիտեք, ես դες անկեղծ եմ ասում, սա ուղղակիորեն խաթարում է եկեղեցի, ոչ թե եկեղեցի պետություն որպես այդպեսին, այլ եկեղեցի եւ հավատացյալներ այդ հարաբերությունները։ Ես այդ ժամանակ այդ օրերին շատ լավ հիշում եմ, իդեպ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ շատ ընկերներ ունեմ, որոնք այսպես պարբերաբար այցելում են եկեղեցիներ եւ երբեւե բաց չեն թողնում որևէ արարողություն այդտեղ տեղի ունեցող եւ ես հիշում եմ, երբ այդ սրբազան պայքարը այսպես նոր էր արդեն թափառնում եւ Գալստանյանը արդեն ստանձնել էր այդ առաջնորդի դերը, ես հիշում եմ, որ իմ ընկերներից մի քանիսը ինձ այսպես սարսափահար զանգահարել էին եւ ասում էին ոնց կարող է, ոնց եւ իրենց հիասթափությունն էին արտահայտում առ եկեղեցու սպասավորներ, որ ինչպես կարող են նրանք ներգրավել այդպես քաղաքական գործունեության մեջ, որովհետեւ այսպես պառակտելով հասարակությունը, պառակտելով մերոնք եւ ձերոնքի, փոխանակ ընդհակառակ են, երբ օրինակ դե նորմալ է միգուցե որոշ ժամանակ առ ժամանակ սրվի ընդդիմություն եւ իշխանություն հարաբերությունները կամ որևէ թեմայի շուրջ դուք պետք է հանդես գաք ընդհակառակը միավորող հայտարարություններով եւ շատ վատ է անդրադառնում դա հենց հավատացյալների վրա եւ նրանց հավատի վրա առ եկեղեցականներ ոչ թե եկեղեցի։ Իսկ ինչ տպավորություն ունեք, տեսեք, եկեղեցին անդադ խոսում է ձեր նշած ելույթներում եկեղեցու եւ պետության անջատ լինելու մասին։ Բայց միաժամանակ չի խոսում քաղաքականությունից դուրս գալու կամ քաղաքական գործունեությամբ չզբաղվելու մասին։ Ունեք այդպիսի տպավորություն, սա ինչ է նշանակում։ Փոքր դատարից հետո շարունակենք, վերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տաթևիկ Կասպարյանի հետ։ Մենք հասանք այնտեղ, որ մի դեպքում խոսվում է, որ պետությունը եւ եկեղեցին անջատ են, սակայն եկեղեցականները չեն խոսում քաղաքականությամբ զբաղվելուց հրաժարվելու մասին։ Սրա հետ կապված ինչ դե ես նորից կարող եմ գալ այն խոսքին, որ բնականաբար իրենք որպես գործիք են օգտագործում, իրենք ցանկանում են հասնել իրենց ամբողջական վերջնական նպատակին, այն է խաթարելու մեր ներքին անդորը, մեր պետության անդորը եւ մենք շատ ցավալի էր տեսնել, թե ինչպես որոշ եկեղեցականներ կամ շատ անմիջապես կամ աստիճանաբար փոխակերպվեցին քաղաքական դերակատարների։ Դա շատ վատ է անդրադառնում եւ ես վստահ եմ, որ այս գործընթացը, որը սկսվել է, ամեն ինչ իր տեղն է դնելու եւ եկեղեցական ցանկացած սպասավոր սպասարկելու է եկեղեցու եւ ժողովրդի շահերը, իսկ քաղաքական գործիչները զբաղվելու են քաղաքականությամբ, այլ տարբերակ պարզապես չկա։ Տեսեք, դուք քիչ առաջ խոսեցիք հոգեվոր բարոյական արժեքներից, աշխարհայացքից եւ այլն, ինչպես եք վերաբերում այն պնդումներին, որ այս հակամարտության իշխանության ներկայացուցիչներ եւ եկեղեցու սպասավորներ հակամարտության արմատները պետք է փնտրել հենց իշխանության ներկայացուցիչների մոտ հոգեվոր բարոյական եւ աշխարհայացքային փոփոխությունների մեջ։ Այսինքն ձեր մոտ են փոխվել այդ արժեքները։ Չի կարող նման բան լինի, չի կարող նման բան լինի։ Միայն եթե վերցնենք որպես օրինակ մեր վարչապետի թե գրառումները, թե մեջբերումները Աստվածաշնչից, թե ցանկացած ուղերձի մեջ որևէ սաղմոսի անդրադառնալը չի կարող պարզապես նման կարծիք լինի, որովհետև հենց մենակ մեր առաջնորդը արդեն հենց իր գրառումները եւ իր անձը որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ կարծում եմ շատ հստակ է, որ նման կարծիքը պարզապես գոյություն ունել չի կարող։ Հիմա ինչ եք կարծում, ես պայմանական եւ պատկերավոր ասած հրադադարը նշանակում է գնալ դեպի նորմալացում, այս հարաբերությունների, թե այդուամենայնիվ այս գործընթացը պիտի շարունակվի, հակամարտության լուծումներ պիտի լինեն։ Չէ, այս գործընթացը միանշանակ պետք է շարունակվի եւ եթե այնտեղ ունենք եպիսկոպոսած դասի ներկայացուցիչներ, որոնք խախտել են օրինակ որոշակի
կուսակրոնության ուխտը կամ այլ նորից այնտեղ կանոնակարգումներ, որոնք չեն համապատասխանում որոշակի կանոնակարգումների, պետք է դա դատապարտելի է, դա չկարող դատապարտելի չլիներ եւ պետք է ստանա լուծումներ եւ եկեղեցին պետք է նորից ստանձնի իր պարտականությունները, որը որ պետք է ստանձնած լիներ արդեն իսկ։ Լավ, անցնենք ներքաղաքական մյուս գործընթացին, այն է վարչապետին անվստահություն հայտնելու կամ իմպիչմենտի գործընթացին, սրա հետ կապված ինչ դիտարկումներ ունեք, ինչ դատողություններ ունեք եւ իրավական հարթության մեջ, եւ քաղաքական հարթության մեջ, եւ բարոյական հարթության մեջ, եւ խորհրդանշական իմաստով։ Իրական չեմ կարող այսպես շատ լուրջ պատասխանել այս հարցին, որովհետեւ լուրջ գործով են զբաղված, դուք ասում եք, չեն կարող։ Տեսնենք, դե որովհետև իրենց հիմնական լուրջ գործը, որը ունի մեր ընդդիմությունը, դա իշխանությունը ժողովրդից խլելու գործընթացն է, որովհետև նրանք չունեն որևէ կոնկրետ օրակարգ, երբ խոսքը գնում է, օրինակ, եթե ինչ-որ խնդիր են բարձրաձայնում, ասենք հարցնում ենք, ասում ենք, լավ, բա ձեր լուծումը որն է, պատասխան չկա։ Որովհետև իրենք չգիտեն, իրենք չունեն օրակարգ, թե ինչպես զարգացնել երկիրը, ինչպես պահպանել մեր ինքնիշխանությունը, ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, այդ հարցը ընդհանրապես չկարող իրենք պատասխան չեն կարող ունենալ։ Չէ, պատասխան ունեն, ասում են դուք էլ եք կոռումպացված, մենակ այնպես չի որ մենք ենք։ Դե ինչպես վարչապետը ասեց, իրենց հիմնական նպատակը կառավարության նիստերից մեկի ժամանակ ամեն կերպ այնպես անելն է, որ նմանացնեն իրենց, դա իրենց չի հաջողվում, որովհետև մենք նման չենք իրենց։ Եվ նույնիսկ չունեն, թե ինչպես օրինակ պահպանել խաղաղություն մեր երկրում, հաստատել խաղաղությունը, պահպանել են, չունեն որևէ կոնկրետ օրակարգ։ Նրանց հիմնական օրակարգը դա ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը հենց ժողովրդից խլելն է, բնական է որ չեն հաջողել։ Նրանց համար ինչի համար նրանք չեն ուզում սպասել օրինակ հերթական մեր ընտրություններին, հա, համապետական, որովհետև հստակել չի ով է ուզում սպասել, ով չի ուզում, որովհետև ընդդիմության տարբեր երկու թևերի մեջ էլ խորհրդարանական ընդդիմություն նկատի ունեմ։ Իրենց մեջ էլ ինչ-որ տարաձայնություններ, անհամաձայնություններ կան։ Ինչպես միշտ Այն մի խմբակցությունը ստորագրել է, մյուսը ուրիշ թղթի տակ է ստորագրել, ասում են բերեք այս թղթի տակ չեն ստորագրում, հանդիպում են, ընդհանուրի չեն գալիս եւ այլն։ Բա որ ասում եմ լուրջ չի կարելի վերաբերել այս ամեն ինչին, հենց իրենց գործելավոճն է դա ուղիղ ապացուցում, որովհետեւ այո, դուք ճիշտ եք, նույնիսկ իրենք երբ նախաձեռնել են մի գործընթաց, նախաձեռնել են առանց նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու, առանց նախապես օրինակ տեխնացու ընտրելու եւ այլն։ Չէ, տեխնացու արդեն մի թև առաջ բայց մյուս թևը չի համաձայնում այդ տեխնացուն եւ անկախ նրանից թե ինչ տեխնացու է լինելու, միևնույն է մեր ժողովուրդը շատ լավ հստակ հիշում է թե որ ուժերն են կանգնած այս կամ այն տեխնացուի հետևում եւ նրանց բոլոր նախաձեռնությունները դատապարտված են անհաջողության։ Ես վստահ եմ որ որևէ կերպ հաջողություն ոչ մի ձևաչափում չեն ունենալու, անգամ ունենալու, անգամ իրենց փողոցային պայքարում նրանք չեն կարողանում, որովհետեւ ժողովուրդը չի գալու եւ կանգնի այնպիսի ուժերի կողքին, որոնց իշխանության տարիներին 100,000-ավոր մարդկանց արտագաղթ են ունեցել, որտեղ ընտրությունները պարզապես դրանք մի հեռավոր երազանք էին, թե թիմերի, թե համապետական մակարդակում, մենք գիտենք նույնիսկ որ թիմերում արդեն նախապես գիտեն թե ով պետք է ընտրվել եւ անգամ ժողովուրդը ցանկություն չէր հայտնում գնալ զորով, այսպես ստիպում էին որ գնային եւ ընտրությանը մասնակցեին որ գոնե ինչ որ քանակ, ոնց կարող է ժողովուրդը ցանկանա հետ վերադառնալ այդ ժամանակները։ Բացառված է դա, նրանք այս նույնիսկ իրենց մեջ իմպիչմենտի գործընթացը սկսել են առանց իրենք իրար մեջ համաձայնության գալու։ Բնականաբար ցախողվելու է նաև այս նրանց դեռնարկած նախաձեռնությունը։ Նրանցից մեկի հետ դուք համաձայնության կգաք։ Ավելի։ Հիմա այդ հարցը դարբես քննարկում եք կառավարություն։ Ես ձեզ վստահեցնում, դա այնքան անլուրջ հարց է մեզ, այնքան հարց է, որ նույնիսկ մենք նույնիսկ չենք անդրադարձել մեր որևէ ձևաչափով, ոչ խմբակցության նիստի ժամանակ, ոչ ընդհանուր կուսակցության նիստերի ժամանակ որևէ կերպ չենք անդրադարձել այս հարցին։ Լավ, հասնենք առաջ հաջորդ թեման, որի մասին ես սկզբում նշեցի, որ պիտի զրուցենք, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն են։
Ընդհանրապես հիմա ինչ է կատարվում, օրենքը ընդունվեց, օրենքից հետո ինչ է կատարվում, ընդհանրապես ինչպիսին են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ինտեգրման գործընթացը ինչ ընթացքի մեջ է այս համատեքստում, ինչ ուղերձներ փոխանցեց վարչապետը վերջին Պրահա կատարած այցի ժամանակ։ Դուք էլ եք կարծեմ հանձնաժողովով, էլի Բրյուսելում հանդիպումներ ունեցաք, հա, դրա մասին ընդհանուր դրա մասով խոսեմ, նախ ասեմ, որ մեր եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մեր խմբակցության ղեկավարի հետ միասին տարին 2 անգամ այցելում ենք Եվրախորհրդարան, հանդիպելու մեր եվրոպական գործընկերների հետ, ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի մասին ենք քննարկում, նաև տարբեր խնդիրներ, տարբեր մեր ճանապարհային քարտեզն ենք նաև քննարկում, եւ սա մեր առաջին այցն էր Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո, եւ ասեմ, որ մեր գործընկերները բավականին այսպես ուրախ էին այդ առնչությամբ, նաև հետաքրքիր էր նրանց համար, որ այս նախաձեռնությունը, որ այս օրենքը նախաձեռնվել է մեր ժողովրդի կողմից, նրանց 60,000 ստորագրությունների հիման վրա, այնուհետև նոր եկել ազգային ժողով վավերացման։ Ասեմ, որ ընդհանուր քննարկումների թեման դա մեր ճանապարհային քարտեզը ավելի հստակեցնելն էր, եւ շատ դրական եմ համարում մեր այդ այցը։ Նաև տարբեր այսպես փոխայցելությունների պայմանավորվածություններ ենք ձեռք բերել այդ հանդիպման ընթացքում։ Ինչ վերաբերում է վարչապետի հիմնական ուղերձին այս հարցով, դա այն էր, որ մենք երբ այս օրենքը ընդունել ենք, սակայն մենք բավականին այսպես երկար ճանապարհ ունենք մինչև անդամակցության հայտը ներկայացնելը, որովհետև մենք չենք ուզում այսպես մեր խնդիրներով հանդերձ գնալ եւ միանալ եվրոպական ընտանիքին, մենք ցանկանում ենք լուծել այս մեզ մոտ եղած խնդիրները, ավարտին հասցնել այն բոլոր ժողովրդավարական բարեփոխումները, որը արդեն սկսել ենք, եւ արդեն խաղաղություն հույս ունենք հաստատելուց հետո նաև մեր փոքրիկ ներդրում ունենանք Եվրոպական միության ընտանիքի խաղաղությանը։ Գիտեք, խոսեցիք Եվրամիության անդամակցելու համար հայտ ներկայացնելու մասին։ Ես այստեղ շատ հաճախ հյուրընկալում եմ եվրոպական քաղաքական գործիչների եւ այդ թվում նաեւ նրանց, ովքեր նախաձեռնեցին այս ժողովրդավարական հարթակի կուսակցությունների նկատի ունեմ, նրանք մշտապես դժգոհում բողոքում են, որ մինչեւ հիմա Հայաստանի Հանրապետությունը այդ օրենքը ընդունելուց հետո հայտ չի ներկայացրել։ Երբ պիտի դա կա։ Ես ձեզ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է միանգամայն ճիշտ ճանապարհով, ես դա վստահեցնում եմ եւ ուղիղ մեր այցելությունների, մեր այս քննարկումներ եվրոպական գործընկերների հետ քննարկումների արդյունքում եմ նաեւ այս կարծիքս հայտնում, որովհետեւ մենք բավականին մեծ տնային աշխատանք ունենք այստեղ կատարելու, մենք չենք կարող կիսատ բռատ այսպես վեր կենալ եւ հայտ ներկայացնել։ Մենք միգուցե ոչ այն արագությամբ, ինչը կցանկանային օրինակ ձեր կողմից նշված անձինք, բայց մենք շատ այսպես ուղիղ գնում ենք այդ ուղղությամբ եւ երբ արդեն պահը հասունանա, երբ արդեն պատրաստ կլինենք եւ կատարած կլինենք մեր երկրում բոլոր ժողովրդավարական բարեփոխումները, այդ ժամանակ արդեն եւ նորից ուզում եմ նաեւ նշել, որ այդ վերջնական որոշումը էլի լինելու է ժողովրդին, այսինքն ժողովուրդն է որոշելու այդ հայտը ներկայացնենք թե ոչ։ Երկարաժամկետ կտրվածքով եվրոպական ինտեգրումը ռեալ այլընտրանք է ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին եւ այլն։ Միանշանակ վարչապետն էլ իր այդ խոսքում երբ այս վերջին պահը անհնար է, եթե գա արդեն պահը, երբ պետք է որոշենք ԵԱՏՄ թե ԵՄ, մենք պետք է չի կարող երկուսը միաժամանակ լինել, պետք է կատարենք որոշում։ Եվ երբ արդեն պահը հասունանա, նորից դիմելու ենք ժողովրդին եւ ժողովուրդը որոշելու է դեպի որ ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News եթերում, ես զրուցում եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տաթևիկ Կասպարյանի հետ։